Նարդոսի առաջին նրբանցքի 71 տան բնակիչները մայր ու աղջիկ Վերմիշյաններն են։ Հայրը տարիներ առաջ է մահացել։ Տիկին Նինան ասում է, ապրում են վախով, որ տանիքը գլխներին փուլ չգա։ 60 տարի ապրում ենք այս տան մեջ։ Մողեսները ստեղից իջնում են կաթում, պատալուկը փլված, պոլը շարժում է փլված, ես ալու նայեք սենց։ 30 տարվա մանկավարժ Նինա Վերմիշյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Խնամում է հիվանդ մորն ու ինքն էլ զարմանում ինչպես։ Նման պայմաններում նորմալ մարդը չի կարող 1 ժամ մնալ, ուր մնաց հիվանդը։ Գոնե մի տեղատոմսի փողը չեն տալի, հələ տունը սենց այս վիճակի մեջ, սենց ընգած եմ տեղի տակը, ոչ օգնություն եմ, ոչ բան, պատը քանդվել է գրիշի, հարևանը միա ջարդված, վարված, տարտակ խնդրել եմ, բերել է, դրել է։ Խոնավությունից ճաքած պատեր, պոկված հատակ առանց որևէ կոմունալ հարմարության, ասում են ապրելն այստեղ անհնար է։ Կյանք համերա մահի տակազիչ։ Քաղաքապետան էլ, թաղապետան էլ, ասում է կմեռնեք թաղամանորը կգան։ Նրանք 1000 դրամ տեղատոմսի փող չեն տալիս։ Էլի քաղաքապետը միջից օգնեց։ Տիկին Նինան վստահեցնում է, պաշտոնյաները եկել, տեսել են, խոստացել են բնակարան, բայց չեն տալիս, մեկը մյուսին փոխարինելով իրենց անտեսում են։ Ընտրության ժամանակ քաղաքապետի պարոն Նիկոյան եկա մեր տուն, խոստումներ տվեց, էլ ասաց անպայման ձեզ աստենից պիտի հանենք տուն տանք բնակարան, ոչ մի բան առ այսօր։ Անահիտ Հակոբյան, Դավիթ Ավետիսյան, Երևան լրատու։